Ընծա սոցիալ-հոգևոր հոգեբանական կենտրոնում մեկնարկել են Աստվածաշնչի սերտողության դասեր։ Հանդիպումները նախաձեռնել են Արցախի թեմի երիտասարդաց միության անդամները։ Ապրիլի 7-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Բանախոսը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդի օգնական Հովհաննես Սարգսակ Ավետիսյանն էր։ Մեզ համար առաջնայինը բնականաբար արցախցիների հոգևոր կարիքները բավարարելը եւ այս իմաստով էր այստեղից էր որ միտք հղացանք Սուրբ գրքի սերտողություն կազմակերպելու հենց առաջնահերթ արցախցիների համար, բայց հետո նաև տեսնելով, որ շատ ավելի մարդիկ կան, ովքեր հետաքրքրված են Սուրբ գրքով, ավելի լայն շրջանակներ ընդգրկեցինք մեր դասընթացներին։ Դասերն անցկացվում են հարց ու պատասխան ձևաչափով։ Հովհաննես Սարգսակի հետ բանախոսում էր նաև Ընծա կենտրոնի պատասխանատու Դավիթ Ուրարակիր Փաշայանը։ Հովհաննես Սարգսակն ուրույն ձևով է մեկնում Սուրբ Գիրքը Սուրբ գրային ընթերցումներին մատչելի բացատրություններ տալով։ Մեզ համար առաջնայինը այն է, որ կա առհասարակ կարծրատիպային վերաբերմունք Սուրբ գրքի հանդեպ, ոմանք կարծում են, որ դա շատ բարդ է եւ իրենց խելքի բանը չէ, ոմանք էլ բավարարվում են միայն մեկ անգամյա ընթերցանությամբ կամ դրան վերաբերվում են որպես հեքիաթի կամ պատումի։ Մեզ համար էական է, որ երիտասարդությանը հատկապես կանչենք այստեղ ասելու, որ ձեր բոլոր հարցերի պատասխանները, որոնք որոնում եք, կան արդեն Սուրբ գրքում եւ կարող եք այդտեղ գտնել, եւ որ ավելի կարեւոր է Սուրբ Գիրքը տալիս է բանալիներ, որոնք բացում են մարդու անձնային, հոգեվոր, մտավոր աճի դռները։ Լուսինե Համբարձումյանը Ստեփանակերտից է, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ակտիվ անդամներից էր։ Երևանում հաստատվելուց կարճ ժամանակ անց անդամագրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու երիտասարդաց միությանը։ Աստվածաշունչ միշտ է ընթերցել, ասում է Սուրբ Գիրքն օգնել է իրեն շատ բաների այլ հայացքով նայել։ Քննարկումները Աստվածաշնչի շատ մեծ մոտիվացիա է, որ դու ու շատ մեծ հուշում, որ դու ամեն օր կարդաս Աստվածաշունչը կամ շաբաթական մի քանի անգամ բացես ու կարդաս։ Կարդալը պարտադիր պետք է դարձնենք մեզ համար։ Ու այստեղ որ միասին խմբով սկսենք, շարունակենք միմյանց օժանդակելով, մոտիվացնելով, այդ շատ պետք է այսօրվա երիտասարդին ու ոչ միայն բոլորին։ Մենք ամեն ժամ, ամեն րոպե սայթաքում ենք եւ մեղքից հեռու մնալու համար պիտի փորձենք ավելի շատ մոտենալ Սուրբ գրքին, կարողանանք ոչ միայն մենք ընկալել, այլ նաև մեր շրջապատի մարդկանց, մեր ընտանիքներում, մեր աշխատավայրերում քարոզել Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը, իսկ քարոզելու համար նախ եւ առաջ դու պիտի կարողանաս ընկալել։ Կենտրոնը տևական ժամանակ Աստվածաշնչի սերտողության դասեր է անցկացնում նաև արցախցի երեխաների համար։ Ծրագիրը կոչվում է Լույս Արցախի մանուկներին։ Նաև տարբեր հասարակական, սոցիալական կառույցների հետ համատեղ հոգեբանական, սոցիալական, հոգևոր, մշակութային ու կրթական ծրագրեր է իրականացնում, ուղղված խոցելի խմբերի առաջնային կարիքների բավարարմանը։ Իրականացնում ենք նաև խմբային ծրագրեր։ Օրինակի համար Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համագործակցությամբ արցախցիների համար իրականացրել ենք հոգետրավմայի ամոքման ծրագիրը, որը նպատակ ունի թեթևացնելու կորստի ցավը։ Աստվածաշնչի սերտողության դասերի մասնակիցները նախապես լրացնում են թերթիկներ աստվածաշնչյան գիտելիքների մակարդակը ստուգելու համար։ Ըստ այդմ բանախոսներն ընտրում են թեմաները։ Ընծա սոցիալ-հոգևոր հոգեբանական կենտրոնը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու Աստվածաշնչի սերտողության դասերին։ Դիմել կարելի է լրացնելով Արցախի թեմի Facebook-յան էջի համապատասխան ձևաթերթը։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։